Ողջույն սիրելի ընկերներ, ես Տեվա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը այսօր Քրիստինեի հետ, իմ գործընկերուհու հետ, եկել ենք Լոռու մարզ, գտնվում ենք Գյուլաքարակ գյուղում, հայեմ կազմակերպության հետ համատեղ ունեցանք հանդիպում դասընթաց գյուղի գյուղապետարանի ակումբի շենքում, հետաքրքիր դասընթաց ունեցանք, թեմաներ բարձրարժեք մշակաբույսերի մշակություն, ոչ ավանդական մշակաբույսերի մշակություն, հատապտուղների գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում եւ գյուղին վերաբերող տարբեր թեմաներ քննարկեցինք գյուղի զարգացմանը։ Հիմա մենք գտնվում ենք Տաշիրի Պետրովկա գյուղում։ Ինչու Պետրովկա? Մալականներ են ապրել ժամանակին։ Դպրոցը քանի աշակերտ ունի? Մոտավոր 30։ Բայց ուրիշ անունով է գրվում։ Ձեր գյուղը ուրիշ անուն ունի, թե հենց Պետրովկայի է։ Տետրերի մեջ գրքեր, որ գրում եք, ինչ եք գրում։ Չէ, ուրեմն փոխված չի։ Լավ, ուղիղ եթերիս իմաստը ամենակարևորը, սա կոչվում է ջիջիլների շարքից, որ քաղաքաբնակը ունի սենց բան։ Մի հատ կբացեք սենց ծայրից ցույց տամ ու էլի փակենք, որովհետև մենք սա պետք է ուտենք, իսկ սա աթարի մեջ խորովող կարտոֆիլն է, որը կոչվում է փուր։ Դե բույրը դժվար է փոխանցել, փակեք, ծածկեք։ Դու ոտանավոր գիտես։ Գիտես ոտանավոր։ Չէ, չի խոսում։ Ասում արդեն բարդ։ Ինչքան բնակիչ ունի գյուղը։ 100 Այս շունը որ կապած է, ու այսքան երկար է իր ցեպը։ Վստահ եք։ Հա։ Թե նավսյակի էլի։ Սենց սուս։ Դե, որոտեց արդեն էլ բան չէ, ուզի կարես Նավսյակի։ Լավ է, ժողովուրդը տեղս գիտի։ Տաշիրի Պետրովկա գյուղը։ Իրականում այս վերջին շրջանում ավելի շատ գյուղերը նկարելիս ուղիղ եթերների ժամանակ գրեթե չեմ խոսում, բայց այսօր տրամադրություն ունեմ ձեզ հետ կիսվելու եւ իմ հույզերը, ապրումները ձեզ փոխանցելու եւ նաեւ նախապատրաստելու, քանի որ յուրաքանչյուրի աջակցությունը ակնկալում եմ, դա լինի գրառումով կիսվելը, դա լինի ուղիղ եթերը տարածելը, դա լինի ինչ-որ խորհրդով օգնելը, բայց քանի որ արդեն 10 տարուց ավել ես շրջում եմ հեռավոր գյուղերով, ներկայացնում եմ մեր գյուղերի հայ գյուղի մշակույթը, այսպես եւ գյուղը ցույց տամ ավելի լավ է վայելեք եւ զրուցեմ ձայնս հուսամ լսելի է։ Իրականում շատ կարևոր է կենտրոնանալ հեռավոր գյուղերի վրա եւ մտածել ինչ անել, որ այդ գյուղերը զարգանան, բայց քանի որ ես 10 տարուց ավել է հայ գյուղ սոցիալական ձեռներեցությունը կա, ես շրջում եմ գյուղերով, իմ կամավոր ծրագրերով, տարբեր նախաձեռնություններով, երկրից գունավոր դարպասները, ովքեր հիշում են, գնում էի ժանգոտ դարպասներ էի ներկում, բայց ինքս ինձանից գոհ չեմ եւ գտնում եմ, որ ուրեմն ճիշտ չեմ աշխատում այդ ուղղությամբ, ուրեմն մի բան այն չեմ անում, որ ես դեռ չունեմ իմ գունավոր հայ գյուղը, չունեմ իմ գունավոր դարպասներով երջանիկ դեմքով հայ գյուղն ու երջանիկ դեմքով հայ գյուղացին։ Նշանակում է դեռ բավականին չեմ կրթվել այդ ոլորտում, որպեսզի ստանամ իմ այդ գյուղը, բայց այս տարի ավելի մեծ նպատակներ ունեմ եւ անպայման ձեզ այդ մասին կտեղեկացնեմ ավելի ուշ, երևի մեկ ամիս անց արդեն կկիսվեմ ուղիղ եթերով եւ կպատմեմ իմ պլանների մասին, իհարկե հույսս յուրաքանչյուրիդ վրա դնելով
մենք կսկսենք ավելի կենտրոնացած զարգացնել գյուղերը եւ շեշտադրում կատարել բացառիկ մշակաբույսերի մշակության վրա, կայուն գյուղատնտեսության եւ պետք է այդ ծրագրերի միջոցով կանխենք ներքին արտագաղթը, գյուղական զբոսաշրջությունը պետք է աղքատության կրճատման գործիք հանդիսանա եւ մենք ունենանք հարուստ գյուղացիներով գյուղ։ Տխրում եմ այսպիսի տներ տեսնելուց, սրանք լքված տներն են։ Անպայման միացեք գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում խմբին, քանի որ այնտեղ բավականին հետաքրքիր նյութեր ենք տեղադրում, տարբեր գործիքներ ենք տրամադրում եւ երբ որ դրամաշնորհներ են լինում, այդ խմբում ենք դնում, հայատար փնտրեք գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում կամ ուղիղ եթերը ավարտելուց հետո ես վերնագրի հատվածում անպայման կգրեմ։ Իսկ ժանգոտ դարպասների մասին ամեն անգամ եւ ուղիղ եթերներով եւ դասընթացների ժամանակ եւ հանդիպումների ժամանակ խոսում եմ եւ ասում եմ, որ այնպես չի, որ մեր գյուղացիները, մեր գյուղաբնակները չունեն այդ 10,000 դրամը, որ ներկեն իրենց դարպասը, բայց քանի որ մենք հոգով, սրտով այդ կապվածությունը չունենք, միգուցե այդպես ասեմ, եւ գյուղն էլ մեզ չի պահում, որովհետեւ ռեսուրս չկա եւ որովհետեւ մենք այդտեղ այդքան եկամուտ չենք ստանում, որպեսզի ապրենք, մենք չենք ներկում այդ դարպասը եւ չենք ներկում եւ այդ ժանգոտ դարպասը մեր հոգու ժանգն է։ Երբ որ բացում ու փակում ենք եւ դարպասը ճռում է, այդ ճռոցը մեր հոգու ճռոցն է։ Եվ ամեն անգամ այդ դուռը բացել փակելիս, այդ ճռոցը լսելիս մենք մտքում, բայց բարձրաձայն գոռալով ասում ենք չոր, երբեմն ստեղից գնալու։ Եվ քանի որ գիտակցում ենք, որ մենք ստեղից չենք գնալու, ամեն պայման ստեղծում ենք, որպեսզի ստեղից գնա մեր երեխան։ Իսկ ինչ է հարկավոր դրա համար, որպեսզի մենք չգնանք։ Առաջինը սա մեր տրամադրությունը եւ մեր մուտքը պատմում է մեր մասին։ Խնդրում եմ յուրաքանչյուրիդ, ով նայում է, ով լսում է այս ուղիղ եթերը, ով կկիսվի եւ հետո կնայեք։ Առաջին քայլը, որպեսզի դուք ձեր կյանքը փոխեք, ձեր կյանքը գյուղում փոխեք, ներկեք ձեր տան դարպասը։ Ներկեք ձեր սիրած գույնով, ինչը որ ձեզ հաճելի է, ցանկացած գույնով ներկեք եւ առաջին քայլը թող դա լինի։ Պլանավորեք զբաղվել գյուղական զբոսաշրջությամբ։ Առաջինը գիտակցեք, որ գյուղացին պետք է լավ ապրի, պետք է շատ գումար վաստակի, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է պարզապես ոլորտային կրթություն։ Ցանկացած հարցում պատրաստ եմ օգտակար լինեմ, գրեք։ Թեման եթե կլինի գյուղական զբոսաշրջության զարգացումը, կլինի բարձրարժեք մշակաբույսերի կամ հատապտուղների մշակությունը, այն ինչը որ առնչվում է գյուղ անվան հետ, գյուղի թեմայի հետ, ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ արձագանքեմ, գոնե խորհրդով ու կապերով օգտակար լինեմ։ Երևի այսօրվա համար այսքանը եւ այս գյուղից այսքանը, որովհետեւ դեռ գյուղը շատ չեմ ուսումնասիրել, ինֆորմացիա չունեմ, բայց ուզում եմ, որ մեր գյուղերը լինեն ուրախ, թունավոր, երջանիկ եւ հարուստ։ Եվ ձեզ հրաժեշտ տամ այս գեղեցիկ արագիլի բույնը ցույց տալով ու ասեմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։